Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Իտալիա մասնակցելու Միլանում Վրաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանն ու երկրի անկախության օրվա առիթով պաշտոնական ընդունելությանը։ Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի, պաշտպանության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան է նշանակվել Թամար Տալիաշվիլին, նշանակումն ուժի մեջ կմտնի հուլիսի 10-ից։ Լրատվամիջոցների տվյալով ԱՄՆ նախագահի վարչակազմը նոր դեսպանի նշանակման ագրեմանն արդեն տվել է։ Տալիաշվիլին 2017 թվականից զբաղեցրել է Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը, 2018-ից Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահինը։ 2020-ից 2022 թվականներին նա եղել է Վրացական երազանք կուսակցության պատգամավոր, իսկ 2022-ից զբաղեցրել է Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը։ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնը թափուր էր ավելի քան 6 ամիս, երբ նախկին դեսպան Դավիթ Զալկալյանին հրաժարական տվեց վրաց-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի և Վրաստանի վարչապետի Եվրամիությանն անդամակցության բանակցությունները մինչև 2027 թվականը դադարեցնելու որոշման ֆոնին։ Վրաստանի քրեական օրենսգրքում կավելացվի պատժի նոր տեսակ, օտարերկրյա քաղաքացու վտարում և որոշակի ժամկետով մուտքի արգելք, հայտարարել է իշխող Վրացական երազանք կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Վրաստանում գտնվելու կանոնները խախտած օտարերկրացիների համար տուգանքները զգալիորեն կավելանան, իսկ երկրում ապօրինի գտնվող օտարերկրացիների արտաքսման ընթացակարգը կպարզեցվի։ Վրաստանում գտնվելու կանոնների խախտման դեպքում բացի երկրից վտարումից և մուտքի արգելքից կկիրառվի նաև երկրում եկամուտների ստացման արգելքը։ Թուրքիան և Ադրբեջանը Անսասան եղբայրություն 2025 և Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2025 անվամբ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հասրետ կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների հանձնման պաշտոնական արարողություն։ Համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-ից 19 Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հայտարարության զորավարժությունները միտված են համախմբվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների բարձրացմանը և երկու բանակների ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը։ Անկարան ուշադրությամբ հետևում է Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող Մադլին նավի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը, որը հարձակման է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից։ Նշվում է, որ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել նավում գտնվող Թուրքիայի քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման համար։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն էլ դատապարտել է նավի վրա իսրայելական ուժերի հարձակումը, որակելով այն ահաբեկչական գործողություն։ Ավելի վաղ իսրայելցի զինվորականները կանգնեցրել են Մադլին նավը, որն ուղևորվել է Գազայի հատված։ Նավի վրա են եղել Գրետա Թունբերգն ու ևս 11 ակտիվիստ։ Նրանք հայտարարում են, որ ցանկացել են հումանիտար աջակցություն հասցնել պաղեստինցիներին։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից սակայն նշում են, որ այս ակցիան ձևական բնույթ է կրում, իսկ նավի վրա չնչին քանակությամբ հումանիտար փաթեթներ են եղել։ Նշվում է, որ զբոսանավը տեղափոխվել է Իսրայել։ Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին անդրադարձել է Հարավային Կովկասում Իրանի դերակատարմանը։ Իսլամից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել։ Այդ հզորության ցուցիչներից մեկը Հարավային Կովկասի ճգնաժամին Իրանի կտրուկ և վճռական արձագանքն էր։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տարածքով, մի նախագիծ, որի իրական նպատակը Հայաստանը մասնատել և Եվրոպայի հետ Իրանի կապը դադարեցնելն էր, Իրանը մեծ գոնությամբ և ուժով դեմ դուրս եկավ դրան և կանխեց այդ դավադրությունը։ Վելայաթին նշել է նույնիսկ առանց Ռուսաստանի իր իմաստուն քաղաքականությամբ Իրանը կարողացավ պահպանել Կովկասի անվտանգությունը և թույլ չտալ ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան։ Նրա խոսքով Իրանի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ուղղված է երկրի շահերի պաշտպանությանը, այլև ամուր խոչընդոտ է հանդիսանում տարածաշրջան օտարերկրյա ազդեցության ներթափանցման դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի հետ կապված հարցեր։ Իսրայելի պետական հեռուստարադիոընկերությունը տեղեկացրել է, որ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա քայլերը։ Կան հեռուստաընկերության աղբյուրների տվյալով Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանը շարունակի իր տարածքում ուրանի հարստացման գործընթացը։ Ուստի բանակցությունների տապալման դեպքում Իսրայելը ստիպված կլինի որոշում կայացնել Իրանի նկատմամբ հնարավոր հարձակման մասին։ Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 12-ին։ Դրանց հնարավոր անցկացմանն է անդրադարձել նաև Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։ Նա նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կիրակի օրը հունիսի 15-ին Մասկատում բանակցություններ անցկացնելու համար։ Իրանում ուրանի հարստացման մակարդակը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա խոսքով հարստացումն ինքնին արգելված չէ, այնուամենայնիվ մտահոգություն է առաջացնում, երբ կուտակվում է զգալի քանակությամբ հարստացված ուրան։ Իրանը միակ երկիրն է, որը հարստացում է իրականացնում այնպիսի բարձր մակարդակով, որը մոտ է միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ շեմին։ Այս փաստը չի կարելի անտեսել եւ այդ պատճառով մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Գրոսիի խոսքով Իրանը դեռևս չի հասել միջուկային զենքի արտադրության մակարդակի։ Այնուամենայնիվ, նույնիսկ հարստացման ներկայիս մակարդակը կարող է ապահովել միջուկային զենքի համար հարմար բաղադրիչներ, դետոնատորներ եւ նյութեր եւ այս տեսանկյունից այն մոտ է վտանգավոր սահմանագծին։ Այս իրավիճակը պահանջում է հստակ եւ լուրջ ուշադրություն։ Կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանը բավարար չափով չի համագործակցում գործակալության հետ։ Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը։ Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը եւ բառերը փոխել տեղերով, դրանց բոլորովին այլ նշանակություն տալով։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմաճակատի գծով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում։ Նա իր խոսքում Ղարաբաղն անվանել էր վիճելի տարածք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկու հայտարարությանը, նշել այն խեղաթյուրում է իրականությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունից հիշեցրել են, Ռուսաստանը ճանաչել է եւ շարունակում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանի եւ Չինաստանի միջև երկկողմ պրագմատիկ համագործակցությունը շարունակում է ակտիվորեն խորանալ, հայտարարել է Բաքվում Չինաստանի դեսպան Լյու Մեյը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում երկկողմ առևտրի ծավալը հասել է 1 միլիարդ 400 միլիոն դոլարի եւ որ Չինաստանը հանդիսանում է Ադրբեջանի 4-րդ խոշորագույն առևտրային գործընկերը։ Դեսպանի խոսքով այժմ ուսումնասիրվում են նոր գործնական քայլեր ուղղված բարձրորակ համագործակցության խորացման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կանաչ էներգետիկան, թվային տնտեսությունը, ենթակառուցվածքները։ Մեյի խոսքով Պեկինը պատրաստ է ընդլայնել նաև հումանիտար համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Դիվանագետը նշել է, որ Իլհամ Ալիևի ապրիլի 22-ից 24-ը Չինաստան կատարած պետական այցը նոր պատմական էջ է բացել Չինաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Նրա խոսքով պետությունների ղեկավարների հովանավորությունը երկկողմ հարաբերությունների բարձրորակ զարգացման կարևորագույն առավելությունն ու հուսալի երաշխիքն է։ Լյու Մեյը հավելել է, որ ներկայումս երկու երկրների տարբեր մարմիններ եւ տարածաշրջաններ ակտիվորեն իրականացնում են Իլհամ Ալիևի եւ Սի Ցինպինի պայմանավորվածությունները։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։